Ողջույն բոլորին, բարի գալուստ իմ YouTube-յան ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել եմ շատ համեղ համտեսում։ Համտեսելու ենք ֆրանսիական, ավանդական հացաբուլկեղենի տարբեր տեսականիներ։ Փորձելու եմ ձեզ ծանոթացնել նաև որոշակի տեսականու հետ, որի հետ միգուցե դուք ինքներդ ծանոթ չեք, որովհետև կլասիկ ստանդարտ տեսակներին համոզված եմ ծանոթ եք, բայց կան տեսակներ, որոնք շատ համեղ են եւ եւս ֆրանսիական եւ ավանդական են, որին անպայման կուզեի, որ ծանոթանայիք։ Ուրեմն գնացինք։ Այստեղ ձեզ համար ընտրել եմ քանի տեսակ, 1 րոպե հաշվենք, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 10 տեսակ, իհարկե սա դեռ ամենը չի, որովհետև չկարողացա ամբողջը գտնել, կա տեսականի, որը բացակայում էր, բայց ինձ թվում է 10 տեսակը արդեն իսկ լավ է, նենց որ սկսեցինք։ Ուրեմն սկսենք կրուասանից, ինձ թվում է երևի թե կրուասանը ներկայացնելու նույնիսկ կարիք էլ չուներ, բայց ամեն դեպքում ներկայացնեմ։ Ինքը իրանից ինչ է ներկայացնում, շերտավոր, խմորիչով խմոր, որ պատրաստվում է շատ բավականին երկար ժամանակում, բավականին շատ մանիպուլյացիա է պահանջվում այն պատրաստելու համար, որով էլ որ պայմանավորված է նրա գինը, ինքը շատ համով է, բոլորդ գիտեք, իդեալական նախաճաշ, որը որ անում են ֆրանսիացիները։ Ես այն հիմա կկտրեմ ձեզ համար, ճիշտ է, գիտեք, բայց ամեն դեպքում եւս մեկ անգամ ցույց տամ, որպեսզի իմանաք տարբերել լավ կրուասանը ոչ այդքան լավից, ինչպիսին պետք է ինքը լինի, նայեք։ Կրուասանի մեջ պետք է լինի այսենց լիքը ծակոտիներ, բավականին շատ ծակոտիներ եւ ինքը լինի շերտավոր, ու երևի զարմանած ձեզ բոլորիդ կնշեմ, որ այս դրսից երևացող շերտերը դա դեռ ոչինչ չէ նշանակում։ Շատ ամենակարևորը եւ շատ կարևորը ներսի շերտերն են, այնպես որ ուշադրություն դարձրեք, իսկ ամենաառաջին ինդիկատորը դա հոտն է, անպայման պետք է բավականին ուժեղ կարագի հոտ կա, եթե հոտը առկա է, շերտերն առկա են, ուրեմն ինքը շատ լավ կրուասան է, բայց ասեմ իմանաք նաև, երևի թե չգիտեք շատերդ, որ Ֆրանսիայում վաճառվում է երկու տեսակի կրուասան։ Կա կրուասան, որը կոչվում է croissant ordinaire, այսինքն սովորական կրուասան, որը չի պատրաստվում կարագով ու սովորաբար իր ծայրերը, երևի թե կարող տեսածել լինեք, sense լուսնի պես պտտացված են իրանք։ Եթե տեսնում եք նման ֆորմա, ուշադիր եղեք գրվածքին, դա կարագով կրուասան չէ, այսինքն ինքն եւս համով է, շատ լավն է, բայց նա ավելի շատ ադապտացված է վեգան տեսակի, ավելի շատ սննդակարգին, կարող եք ուտել, ինքը մարգարինով է, կարագով չէ, եթե ուզում եք իսկապես լավ ֆրանսիական կրուասան, անպայման առնում եք կարագով կրուասան, որը գրվում է pur beurre, beurre կարագն է ֆրանսերեն։ Անցանք առաջ։ Հիմա անցանք երկրորդին, պանո շոկոլային, որը նույնպես եւս նույն խմորն է, ինչպես կրուասանը, լրիվ նույն խմորն է, ուղղակի նրա մեջ կան շոկոլադի փայտիկներ, որն էլ նշանակում է բառացի թարգմանած պանո շոկոլա, նշանակում է շոկոլադով հաց։ Ինչպես տեսնում եք, նույն խմորն է շոկոլադով, այսինքն եթե դուք շոկոլադասեր եք, կուզենայիք կրուասանը լիներ շոկոլադով, կարող եք գնել պանո շոկոլա, որովհետև այո, կլասիկ կրուասանի մեջ չկա միջուկ, կլասիկ կրուասանը ինքը ուղղակի խմոր է, իհարկե իմ համար դա արդեն իսկ բավական է եւ կասեի ավելի քան բավական է, բայց եթե ուզում եք ավելի գուրման տարբերակ շոկոլադով, ուրեմն ընտրեք պանո շոկոլա տարբերակը։ Իսկ հիմա ձեզ ներկայացնեմ կրուասանի մյուս տարբերակը, որը համոզված եմ եւս գիտեք, նուշով կրուասան տարբերակը։ Ինքը տենց այդքան էլ առաջին հայացքից գրավի ծախորժելի տեսք չունի, ինչպես սովորական կլասիկ կրուասանը, հա, որտեղ նայեք, այստեղ ասենք կլասիկ կրուասանում գեղեցիկ շերտեր, այստեղ շերտերը արդեն չէ երևում, նուշի կրեմի շնորհիվ, բայց ինքը շատ ավելի համով է։ Զգուշացում շատ կալորիական է, որովհետև մեջը շատ բավականին շատ նուշի կրեմ կա, որը ինչ է իրենից ներկայացնում, բավականին շատ կարագ, նուշի ալյուր, բավականին շատ շաքար, մի քիչ ռոմ, որն էլ տալիս է իր առամատը։ Ու ի տարբերություն սովորական կրուասանի, նուշով կրուասանը հենց ի սկզբանե այսպես չի պատրաստվում։ Այսինքն ինքը իրանից ինչ է ներկայացնում, շուտացում դարձնեք, ինքը կիսված է։ Ուրեմն ինչ է կատարվում, շատ հաճախ հացաբուլկեղենի խանութները, բուլանժերիաները ինչ են անում, երբ որ մնում է կրուասանները, որովհետև ինքը ավելի հարմար է պատրաստել մեկ օրվա կամ մի քանի ժամ մնացած կրուասանով, ուղղակի կիսվում է այսպես մեջտեղից կրուասանը,
ինքը թաթախվում է հատուկ պատրաստված սիրոպի մեջ, որը ռոմով է լինում։ Ինչու համար է թաթախվում սիրոպի մեջ, որտեղ եթե ուղղակի կիսենք եւ քսենք կրեմը, ի վերջո կունենանք կրուասան, որը կլինի շատ չոր։ Հետևաբար իրեն թաթախում ենք սիրոպի մեջ, թողնում ենք, որ մի քիչ քամվի, ավելացնում ենք մեր կրեմը ներսից, ծածկում ենք երկրորդ շերտով, նորից անում ենք նման կրեմ ու շատ հաճախ լինում է նաև նուշի թեփուկներ, տվյալ դեպքում չունենք այդ թեփուկները, բայց նույն համը, նույն տեսքը ունենք, ինքը շատ համով է, այս մեկը շատ լավն է, նայեք ինչքան շատ նուշի կրեմ կա մեջը։ Ու ինքը բավականին ծանր է, այդ արդեն նշան է, որ բավականին կրեմ կա, այսինքն ինքը հարուստ է, ինքը լավն է, ինքը գուրմոն է։ Հիմա ձեզ կներկայացնեմ հացաբուլկեղենի եւս մեկ տեսակ, որին չգիտեմ, միգուցե մի քիչ եք ծանոթ։ Ինքը կոչվում է պանօղեզան, բառացի թարգմանած չամիչով հաց։ Բայց մի խառնվեք իրար, հացի խմոր չի, սա նույն կրուասանի խմորն է, որը գրտնակվում է ուղղակի տափակ շերտով, վրան քսվում է եփովի կրեմ, որը մի քիչ ավելի պինդ է, ու վրան լցվում է ռոմի մեջ թրջած չամիչներ։ Ամենաիդեալական տարբերակը դա է, պտտվում է ռուլետի պես, հետո կտրվում է եւ թխվում է։ Ինքը շատ համով է, եթե սիրում եք չամիչով խմորեղեն, չամիչով կեքսեր, չամիչով բուլկիներ, անպայման իրանք սիրեք, ինքը շատ համով է։ Այս նայեք, ես ձեզ կտրվածքը ցույց տամ։ Նայեք, արդեն երևում է, չէ՞, որ ինքը պտտացված է ռուլետի պես եւ մեջը չամիչներ են։ Հոտը շատ լավն է, զգում ենք խմորիչի հոտը, կարագի հոտը եւ այդ ռոմային չամիչային հոտը։ Չամիչի սիրահարներ կարող եք փորձել, խորհուրդ եմ տալիս, շատ համով է։ Իհարկե գնային կատեգորիայով ինքը մի քիչ ավելի թանկ է, քան կլասիկ կրուասանը, ինքը մոտավորապես նույն գներին է, ինչպես նուշով կրուասանը, հա, կլասիկ կրուասանը եւ պանո շոկոլան 1.30 եվրոյի կարգի են, ապա սրանք կրուասանը նուշով եւ չամիչովը պանօղեզանը մոտավորապես 2 եվրոյի կարգի են։ Ինչու եմ ասում մոտավորապես, որովհետեւ ըստ տարբեր հացաբուլկեղենի կախված որ տարածքում կգտնվեք Փարիզի, որ թաղամասում գները շատ տատանվում են, այնպես որ ես հենց միջի վիճակագրական գներ եմ ձեզ ասելու։ Հիմա անցնենք մյուս տեսակին։ Սա տվյալ դեպքում հացաբուլկեղենում կոչվում էր ֆլամոնդ, բայց շատ տեղերում կարող է ինքը կոչվել պան սվիս, ոնց որ շվեյցարական հաց, ու սրան էլ լինում է երկու տեսակ, տվյալ դեպքում իմ առած է ինքը բրիոշի խմորով է պատրաստված, բայց կա նաև որ հենց նույն կրուասանի խմորից է պատրաստված, իրականում ես ավելի շատ նախընտրում եմ կրուասանի խմորով պատրաստված տեսակը, բայց ավաղ այսօր չգտա։ Ուրեմն ինքը նույնպես ինչ է իրենից ներկայացնում, ինչպես չամիչով հացը, նույնպես խմորը գրտնակվում է, նորից եփովի կրեմ, բայց տվյալ դեպքում շոկոլադի կաթիլիկներ են մեջը լինում, ու ինքը էլի շատ համով է, շատ գուրմոն է, շատ համով է իսկապես խորհուրդ եմ տալիս, անպայման փորձեք, ու ինքը սովորաբար մեծ է լինում, գնային կատեգորիայով էլ մի քիչ ավելի թանկ է, նորից 2 եվրոյի, կարող է մի քիչ էլ նույնիսկ 2 եվրոյից ավել լինել, բայց հաստատ արժի, որովհետև ինքը բավականին մեծ է, հենց որ փորձեք։ Դե քանի որ ասեցինք շոկոլադի կաթիլներ, անցնենք շոկոլադի կաթիլներով եւս մեկ հացաբուլկեղենի, սա կոչվում է պանոլե, բառացի թարգմանած կաթով հաց, որը ոչ այլ ինչ է, քան մեր ավանդական հայկական բուլկին։ Այո, նա հենց բուլկի է իրենից ներկայացնում, սա նույնպես լինում է երկու տեսակ, նատուրալ եւ շոկոլադի փաթիլներով։ Ես ուզեցի ամեն դեպքում ձեզ ներկայացնել շոկոլադի փաթիլներով տեսակը, շատ համով բուլկի է, եթե բուլկի եք ուզում, չեք ուզում որևիցե կրուասան կամ արդեն մի քանի օր մնացել եք եւ կերել եք այդ կրուասանը եւ մյուսը պանո շոկոլան եւ հոգնել եք, ուզում եք հայրենիքի իժազնող որևիցե բան, գնեք սա շոկոլադի փաթիլներով բուլկի։ Շատ համեղ, շատ փափուկ, շատ լավ է։ Այ համոզված եմ այս մեկին շատ քչերդ եք ծանոթ լինելու։ Նայեք շերտերը, բայց ընդհանրապես կապ չունի կրուասանի խմորի հետ, համով էլ ընդհանրապես նման չէ կրուասանին, ինքը շատ սենց խիտ, հարուստ, յուղով, կարագով հարուստ հացաբուլկեղենի տեսակ է, ինքը կոչվում է կունյաման։ Իրան ոչ մի կերպ չեմ կարող թարգմանել, ինքը բրոտանի բան է, սպեսիալիտե է, ու ինքը իրանից ներկայացնում է հացի խմոր, որը պատրաստված է նույն ձևով, ինչպես կրուասանի խմորը, այսինքն շերտավորված է, դե եթե հացի խմոր, ապա անպայման մեջը խմորի չկա,
ու անպայման շատ, բայց ամեն շերտին բացի կարագից լցվում է շատ, բավականին շատ պեսոկ։ Դրա հաշվին էլ ինքը այսպես կարամելիզացված է եւ փայլում է շատ համովա, բայց հաշվի առեք բավական կալորիական, հա, կալորիական պրոդուկտ է ու չնայած որ ինքը չափսերով բավականին փոքր է, ինքը բավականին թանկ է։ Տվյալ դեպքում ես իրան 3.5 եվրո եմ առել, բայց կարող է շատ ավելի թանկ տարբերակներ էլ գտնեք։ Ավելի ժամանակակից հացաբուլկեղենների խանութում կարող են իրանք նաև լցոնված լինեն ինչպես կրուասանները, տարբեր տեսակի համերի կրեմներով, տարբեր տոպինգներով, բայց ինչպես նշեցի սկզբում, ես անդրադառնում եմ կլասիկ տարբերակներին այսօր, նենց որ մենք ունենք կլասիկ կունյաման, ինքը նայեք խրխրթիկ է, լսում եք, չէ ձայնը, ու ինչ դժվար է ինքը կտրվում, որտեղ կարամելիզացված է, հենց այդ կարամելիզացված լինելու շնորհիվ, նայեք կտկտում էլ է, կարամելիզացված շաքար է, նենց որ շատ համով է, ես շատ եմ իրան սիրում։ Հիմա ներկայացնեմ ձեզ եւս մեկ հացաբուլկեղեն, ինքը կոչվում է պայ։ Պայը, եթե բառացի թարգմանենք ծղոտ, նաև պայ են ասում ֆրանսիացիները ձողիկին, ամեն դեպքում ինքը կոչվում է պայ, ինքը բաղկացած է կլասիկ շերտավոր խմորի, տվյալ դեպքում ոչ կրուասանի խմոր է, այլ կլասիկ շերտավոր խմոր, որոնք նայեք ինչ ձև են կտրտված, ու իրանք պեսոկով իրար ամրացված են շերտերը, հա, որպեսզի չբաժանվեն, թխվում է հակառակ ուղղությամբ, թխվելուց հետո իր մեջ կոնֆիտյուր է արվում, տվյալ դեպքում այստեղ եկեք սենց կիսեմ, ազնվամորու կոնֆիտյուր է մեջը, եթե շատ եք սիրում շերտավոր խմոր, ուրեմն սա շատ կսիրեք, ես ժամանակին իրան շատ էի սիրում եւ շատ էի ուտում, հիմա էլ եմ սիրում ճիշտն ասած, ուղղակի արդեն այդքան շատ չեմ ուտում։ Շատ համով է, անպայման անունը ֆիքսեք, որպեսզի երբ որ գաք, անպայման փորձեք։ Արդեն կարելի ասել վերջաբանին ենք մոտենում, ներկայացնում եմ վերջին երկու հացաբուլկեղենները, որոնք իրանցից ներկայացնում են բրիոշ, բայց իրանք տարբեր են մեկը մյուսից, ու այո, անպայման շեշտում եմ բրիոշ, ոչ թե բուլկի, որովհետև բուլկու խմորը ուրիշ ձև է պատրաստվում, բրիոշինը ուրիշ տարբերակով։ Ուրեմն բրիոշի մեջ երբևիցե կաթ չի լինում, բրիոշի խմորի մեջ բավականին շատ ձու կա եւ բավականին շատ կարագ։ Հետևաբար չմտածեք, որ ինչի է բրիոշ ավելի թանկ, բուլկին հենա նույն բուլկին է, չէ, որովհետև իրանք բաղադրությամբ լրիվ տարբեր են, դրա համար իրանք իրանց երբ որ ձեռքել տակ տարբեր են ու հոտով համովել են տարբեր, հիմա ես ձեզ կկտրեմ եւ միջուկը ցույց կտամ, որ համոզվեք, որ իրանք տարբեր են։ Նայեք, սա մեր բուլկին է, սա մեր բրիոշն է, տեսնում եք, չէ, բուլկին սպիտակ է խմորը, իսկ բրիոշը ավելի դեղնավուն է, որն էլ պայմանավորված է նրանով, որ բուլկու մեջ կա եւ ձու եւ կաթ, իսկ բրիոշի մեջ կա միմիայն ձու ու կարագ չկա կաթ։ Ինքը շատ համով է, ինքը յուրահատուկ սենց թելթել է լինում ու բնականաբար շատ ավելի կալորիական է, բայց հաստատ արժի փորձել։ Իսկ մյուս տեսակը, մյուս բրիոշը, որը նման է տեսքից երևի թե առաջինին, բայց ինքը տարբեր է, ինքը կոչվում է շերտավոր բրիոշ։ Այո, Ֆրանսիայում կա նաև շերտավոր բրիոշ կոչվածը, ու ես ավելի շատ նախընտրում եմ շերտավոր բրիոշ տարբերակը, քան սովորական բրիոշը, որովհետև ինքը ավելի շատ սենց փափուկ է, մեջը ծակոտիները շատ, ավելի շատ թեթև է, ու ինքը ինչ որտեղ նմանվում է կրուասանի, նայեք միջուկը։ Լրիվ տարբեր, ինքը շատ նման է կրուասանի, որովհետև նույն մոտավորապես նույն պրոցեսով է անցնում, տվյալ դեպքում բրիոշի խմորն է շերտավորվում կարագով եւ հետո թխվում ու շատ համով է, նայեք տարբերությունները, որպեսզի տեսնեք, ուրեմն իմացեք գոյություն ունի շերտավոր բրիոշ եւ կլասիկ բրիոշ։ Կլասիկը հենց այդպես էլ անվանում է, իսկ շերտավորը կոչվում է բրիոշ ֆուետե, այսինքն շերտավորված բրիոշ, անպայման փորձեք այս տարբերակը ու համոզված եմ դուք ինքներդ էլ ինպես ավելի կսիրահարվեք նրան։ Այնպես որ մի հապաղեք, եկեք, փորձեք, գնային կատեգորիան էլ ասեմ, բրիոշները սովորաբար միջին չափսի, հա, ինքը սենց մոտավորապես միջին չափսի բրիոշը 5-6-7 եվրո կարգ են, նորից եմ կրկնում, կախված հացաբուլկեղենի խանութից
եւ թաղամասից, թե դուք որտեղ կգտնվեք։ Դե ինչ հուսով եմ շատ օգտակար համտեսում ներկայացում, ավելի շատ ներկայացում եղավ, ծանոթություն ձեզ հացաբուկեղենի հետ, քան համտեսում, բայց հենց նպատակս դա էր, որպեսզի ձեզ ծանոթացնեմ այլ տեսակիների հետ եւս, քան մենք գիտենք, հա, կլասիկ կրուասանն է, ու շատ կուզենամ, որպեսզի երբ որ գաք Ֆրանսիա, անպայման նրանց նույնպես փորձեք, որտեղ իրենք նույնպես Ֆրանսիայի հարստությունն են կազմում եւ շատ համեղ են ու ինչպես ասում են ճաշակին ընկեր չկա, կարող է մի բանը չհավանեք, մյուսին ավելի հավանեք, հետեւաբար մի վախեցեք, փորձեք, մանավանդ եթե մի քանի օր եք մնում, հնարավորություն կա փորձելու, այնպես որ գնացեք, փորձեք, մի բուլանժերիայով մի բավարարվեք, փորձեք տարբեր տեղերինը, որովհետև այո, տարբեր տեղերից գնված ապրանքները, նույնիսկ նույն կրուասանը կարող են տարբեր համի եւ տարբեր տեսքի լինեն։ Իսկ այսօրվա համար պատրաստել էի այսքանը, ուրեմն լայքեք, եթե հավանեցիք վիդեոն, շտապեք բաժանորդագրվել, ինչպես նաեւ հետևեք նաեւ իմ Instagram-յան ալիքներին, որպեսզի մեկ քայլ շուտ իմանաք ինչ տեսալովակներ են սպասվում, ինչ կրկին նոր համտեսումներ են սպասվում։ Սիրում եմ, հաջողություն։